Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իմունիտետի տաղավարում գրող ռեժիսոր Ռուզաննա Դանիելյանն է։ Բարի օր, Մեդիահաբի եթերում իմունիտետն է, ես Ռոզի Ավետիսովաս։ Իմ տաղավարում է այսօր ռեժիսոր, գրող Ռուզաննա Դանիելյանը։ Ռուզաննա, ողջույն։ Շատ ուրախ եմ, որ քեզ մոտ հյուր եմ, Ռոզի։ Ես շատ ուրախ եմ, որ ինձ մոտ հյուր ես եւ շատ ուրախ եմ, որ այս պահին Հայաստանում ես եւ քո շնորհիվ օրեր առաջ Տիկնիկային թատրոնում շատ հետաքրքիր ներկայացման առաջնախաղ եղավ։ Հապալասե դթմիկը։ Հնարած բառ, այո։ Եվ շատ բարդ է իրեն հիշել, բայց ես փորձում եմ հիշել։ Մի փոքր կպատմես նախ ոնց անցավ առաջնախաղը եւ ինչպես հանդիսատեսը ընդունեց հատկապես փոքրիկները։ Հա, դե սա մենք արդեն անցած տարի ենք Տիկնիկային թատրոնի հետ այո խոսել, ես ներկայացրել էի, ներկայացումը ոնց որ հիմնված է իմ մանկական գրքի վրա, որը էլի կոչվում է Փոքրիկ Հապալասա դթմիկը, եւ ես իրենց ներկայացրել էի, ասել էի սենց հեքիաթ է ու ինքը թե որ դաստիարակչական շատ գաղափար ունի ու նաեւ շատ ֆանտաստիկ սենց բանում է էլի տեղի ունենում աշխարհում մրգավանի, բանջարեղենավանի ու իրենք հավանել էին եւ տենց որոշեցինք, որ իրար հետ բեմադրենք, այսինքն դե ես սուտ գրողն եմ, բեմադրել է Սամսոնը, իրենց ռեժիսորը, այո, Մովսիսյան եւ հետո մենք անցած տարի այս նույն տիկնիկներով, շատ ավելի մեծ քանակով տիկնիկներով ֆիլմ ենք նկարահանել Տիկնիկային եւ որտեվ պարզ էր, որ ներկայացումը կլինի այս տարի ու հիմա վերջապես դրախացր եկա Հայաստան, տեղի ունեցավ ու կարծես թե 350 հոգուց ավել մարդ էր, նույնիսկ աթոռներ էին դրել, որտեղ ավելի շատ հյուր կար, քան նստարան ու շատ լավ անցավ, դե փորձել էինք մեծամասնությունը երեխաներ լինեին, մեզ պարզ է իրենց կարծիքները առաջին հերթին հետաքրքրում, բայց պարզ է մեծեր էլ կային եւ շատ լավ ընդունեցին ու դա ես զգում եի դրանից, որ սենց ոգևորված գալիս ու ինձ պատմում էին, էլի, որտեվ դե պարզ է ոչ մեկ չի գա չի ասի վատեր, բայց դու զգում ես, էլի, անկեղծ է, թե այո, անկեղծ է դա, թե այդքան որ ասում են, իչա թե պարզ է պետք է լավ բան ասեին, հա, բայց ես զգում եի իրենցից այդ բանը ու հետո էլ կար դե որ հանդիպում էի էլի խոսում էինք, ես միշտ հարցուփորձ էի անում ու սենց ասում են երբ էլի կնայենք, բան էլի զգացվում էր, որ տպավորվել էին։ Իսկ առաջարկը Տիկնիկայինի ինչպես եղավ, իրենց կողմից էր թե քո եւ եթե իրենց կողմից էր ապա նյութերին ինչպես են ծանոթացել։ Դե ես դե պարզ է իրենք իմ մասին տեղյակ չէին, ես գնացի իմ գրքով եւ ներկայացրեցի իրենց, ասեցի այսենց հեքիաթ եմ գրել եւ կարծում եմ որպես Տիկնիկային ներկայացում շատ լավ կաշխատի, որտեվ ինքը շատ յուրահատուկ է, ինչպես իմ Հապալասա դթմիկի անունն է յուրահատուկ, այդքան էլ իր պատմությունը տենց ոնց որ սենց նման տիպի բան չկա եւ ես էլ մտածում եի որ հաստատ նորություն է նաեւ Հայաստանում ու տենց էլի ոնց որ այդ հեքիաթով գնացի իրենք էլ կարդացին ու ասեցին հա լավն է մենք կուզենք դա բեմադրենք ու տենց էլի հետո process-ը արդեն սկսվեց եւ ես նկարահանմանը անցած տարի ներկա էի, երբ որ բան էր լինում, այսինքն տեսել էի ոնց են բեմադրել, բայց պարզ է հիմա արդեն բեմադրության համար որոշ բաներ փոխվել էին, որտեվ հնարավոր չէր տենց մեծ էլի ստեղծել այդ ընթացքում, դե մոտ 45 րոպե տևեց ներկայացումը, իսկ ֆիլմի ժամանակ այդ բեմ փոխելը մի 2 ժամ թե ինչ տևում էր ամեն անգամ բեմ փոխելը, հա։ Թվով արդեն 3 հեքիաթ կա հայերեն թարգմանված, բայց ես գիտեմ, որ առաջիկայում ունենք նաև այլ հեքիաթների թարգմանություն ենք սպասում մենք եւ փոքրիկները, մի փոքր խոսենք այդ նոր հեքիաթներից։ Հա, թարգմանած կան արդեն 3 ուրիշ հեքիաթ, չէ, 4 ուրիշ հեքիաթ, այո։ Եվ 3-ը արդեն Գերմանիայում են հրատարակվել։ Ես բոլորը ամեն իրար հետ 12 հեքիաթ եմ արդեն գրել, բայց ես սկսել էի դրանով, որ որպես աուդիոբուք ու աուդիո փլեյ էի ներկայացնում իմ հեքիաթները, որտեվ ինձ համար ես ներկայանում եմ որպես երևակայության կղզի, որտեվ ինձ համար շատ կարևոր է երեխաների երևակայությունը զարգացնեմ եւ ուզում եի, որ իրենք լսելով այդ պատկերները ստեղծեն իրենց աչքի առաջ, այսինքն շեշտը դրա վրա է դնում,
բայց հետո ինձ շատ էին ասում, բայց ինչքան լավ կլիներ, եթե տպված գիրք լիներ նկարազարդված, դե ասի դե լավ, դա էլ անեմ ու հիմա գնալով ոնց որ արդեն որպես գիրքել են այդ պատմությունները լույս աշխարհ գալու։ Ես ծանոթ եմ քո հեքիաթներին եւ գիտեմ, որ այնտեղ մշակութային առումով գերիշխողը գերմանական մշակույթն է, բայց կան հեքիաթներ, որտեղ ինչ որ հայկական էլեմենտներ կան։ Գիտես, տենց չի ասի, միակ հեքիաթը, որ գերմանական մի բան ունի, դա Զատիկի տոնի կապակցությամբ։ Իսկ մյուսները, կասեի, ֆանտաստիկ, ոչ մի մշակույթ ընդեղ չկա, որը օրինակ հենց այդ Հապալասադդմիկի պատմությունը թշնամացած փոխաբերական իմաստով ազգերի մասին է, որոնք ներկայացվում են մրգերի ու բանջարեղենի շնորհիվ, այսինքն դա կարող էր ամեն ազգ լիներ աշխարհի, մեկ ուրիշ հեքիաթ անուրջների աշխարհում է, մեկ ուրիշը բալիկ, ոնց են ասում, բամբերների, որ երկնքում բալիկներ են տանում, այսինքն դա մարդ չի կարող ոչ մի մշակույթի հետ կապի, կարծում եմ այդ գաղափարները ամբողջ աշխարհով էլ կան, մի հեքիաթը Մարթաշեն ինձնից հորինած մի քաղաք է, զուտ այդ Զատիկինն է ճիշտն ասած, որ գերմանական տրադիցիա է, ես բայց դե Զատիկը ստեղ էլ պարզ է Հայաստանում էլ են նշում, ընդեղ միայն մի բան կա, որ Զատիկի ձվերը, որոնք ստեղ ներկում են, իրենք պահպացնում են, որ երեխաները գտնեն։ Այդ մի հետաքրքիր բան կա, թե չէ կասեի, որ մեծամասնությամբ ես տենց եմ գրում, որ աշխարհում որ երեխաներ լիներ, կկարողանար մտներ հերոսների իրավիճակի մեջ։ Իսկ դու ինքդ գերմանական մշակույթի գրող ես ավելի թե հայկական։ Չէ, ես կասեի լրիվ հայկական։ Չնայած 35 տարի եմ մոտ եմ ապրում, բայց ես ինձ իսկի երբեք ոչ մի տոկոս գերմանացի չի համարի, մի կողմ թողած դե պարզ է որ հայ եմ, բայց մի բաներ իհարկե հիմա որ ես ընդեղ եմ մեծացել, իմ էությունը դրանից ազդվել է, ես համոզված եմ, որ ես մի քիչ ազդեցություն կա ամեն դեպքում։ Ուրիշ տիպի մարդ կարող է լինեի, ոչ լրիվ ուրիշ, բայց որոշ մի կետերում, եթե ստեղ մեծացած լինեի, դրանում համոզված եմ, բայց ես ինձ լրիվ, այսինքն այդ գերմանական մշակույթի բանի հետ տենց չեմ տեսնում էլի, ես լրիվ ինձ հայ եմ իմ էությամբ, իմ մտածելակերպով, մենակ որոշ բաները, կարող է գերմանացու պես մտածեմ։ Դու ինքդ բալիկներ չունես, բայց գրում ես հեքիաթներ։ Սա շատ հետաքրքիր փաստ է, կարծում եմ ես առաջինը չեմ, որ սա քեզ հարցնում է։ Հետաքրքիր է, որտեղից ես դու հասկանում, թե ինչ կհետաքրքրի երեխաներին։ Դա տեղի ունենում ինտուիտիվ, թե գուցե դու ինքդ բալիկներ չունես, բայց ուրիշ բալիկների հետ ես զրուցում։ Այս process-ի մասին եմ ուզում խոսենք։ Ասեմ, որ շատերն են ինձ ասում, ոնց դու երեխա չունես ու գրում ես երեխաների համար, մանավանդ որ գիտեն ես շատ երեխասեր եմ ու իմ հարազատների բոլոր երեխաների համար գրվում եմ ու դրա համար անհասկանալի է բոլորի համար, բայց կարծում եմ հենց այդ փաստը, որ ես երեխա չունեմ, այդ մայրական հոգսերը չունեմ, իմ մեջ պահպանել է այդ մանկական մի բանը, որ ես շատ լավ կարող եմ մտնել երեխաների դրության մեջ։ Ես էլ սենց իմ աշխարհներով եմ ամբողջ օրը սենց իմ մտքերում, իմ ֆանտազիայում եւ ես շփվում եմ շատ երեխաների հետ, քանի որ ես նաեւ դասավանդում եմ դպրոցներում եւ աշխատում եմ երեխաների հետ որպես մեդիա պեդագոգ, պրոյեկտներ եմ իրականացնում, նաեւ ֆիլմի պրոյեկտներ։ Անընդհատ շփումը կա, ես ոնց որ իրենց աշխարհը ճանաչում եմ, տեսնում եմ դե իմ շրջապատում ինչեր են նայում, ինչ գրքեր են կարդում, այսինքն ինձ համար ծանոթ է իրենց աշխարհը, նույնիսկ կարող է ավելի շատ եմ հետաքրքրվում, քանի որ կարող է ծնողը ոնց որ կողքից էլի տենց խորացած չբանանի, չնայի թե իրենք ինչով են զբաղվում, ինչքան ես որ ուզում եմ նաև իրենց հասկանամ, բայց ինձ թվում է իմ մեջ դա ինտուիտիվ էլ կա, որ ես օրինակ չեմ սենց նստում ու երկար մտածում, վայ, բա հիմա ինչ գրեմ, բա ինչ ոնց են ասում, ուսանես։ Չէ,
դաստիարակչական մի գաղափար մտցնեմ, իմ մոտ դա ստացվում է ավտոմատ, այսինքն ես մի բան գրում եմ ու դա դաստիարակչական է։ Այդ դա կարծում եմ իմ մեջ իրոք կա ու ֆանտազիան էլ, այդ մի բանը, որ ինձ մոտ պակաս չի, դա երևակայությունն է, այո։ Ինձ մոտ ամեն օր ինչ որ մի գաղափարներ են գալիս ու սենց ոչ ստանդարտից դուրս։ Բայց ասենք լինում է, որ նստեմ, օրինակ մի հեքիաթը, որը կոչվում է 100-րդ ոչխար Ռուբին, ինքը որ անուրջների աշխարհում է տեղի ունենում, դա օրինակ նստել մտածել է ինքը գիշերային հեքիաթ է, դե Գերմանիայում տենց մի խոսք կա, good night story, ոնց որ անգլերենում, այսինքն որ կարդում ես քնելուց առաջ, հա։ Ու տենց նստել մտածել էի, կուզեի տենց տիպի պատմություն գրեի, մտածի դե լավ, դե հիմա ինչ մտքեր են մոտս առաջանում, դե մտածի մի երեխա, որը չի կարող քնի, ինչի չի կարող քնի, ինչ որ մի հոգսեր պետք է ունենա։ Օրինակ, ասենք, որ պետք է դպրոց գնա առաջին անգամ, դե դա ամեն երեխա այդ փորձը ունի վաղ թե ուշ։ Հա, հետո մտածի, բա ինչ ես անում, եթե չես կարող քնես։ Օրինակ, չեմ իմանում արել ես թե չէ, բայց հո ասում են ոչխար հաշվի, չէ։ Ես օրինակ այդ փորձն ունեմ ոչխար հաշվելու, այստեղ այն էլ իր մաման ասում է ոչխար հաշվի։ Իսկ այդ ոչխար հաշվելու գաղափարը ինձ հետաքրքիր է, այդ Գերմանիայում ընդունված մի բան է, իրանք են ասում։ Ոչ, Հայաստանում դա այո։ Ոչ, ես ասում եմ, որ կան ամեն դեպքում գերմանական մշակույթի էլեմենտներ, եւ ուզում եի հասկանալ որտեղից է գալիս այդ գաղափարը ոչխար հաշվելու։ Հա, դե ինձ թվում է դա ստեղ էլ կա, հա, ասում են ոչխար հաշվի, որ քնես։ Դե երևի եթե շատ հաշվես կունդ կտանի, բայց իմ հեքիաթում տենց է, որ ինքը հաշվում է ու 100 մինչև հաշվել է ու դեռ քնած չի, բայց հայտնվում է 100-րդ ոչխարը, որն իրեն տանում է այդ անուրջների երկիր աշխարհ ու տենց մտածում է այդ անուրջների աշխարհում ինչ կարող է պատահի, դե սենց ոնց որ մեկը մյուսին բերում էր ու տենց հեքիաթը ստեղծվեց, այսինքն մի բանից սկսած մտածեցի ու ինքը արդեն կառուցվեց կամաց, այդ տենց եմ սովորաբար աշխատում։ Ես գիտեմ, որ նաև մեծերի համար գրքեր ունես, վեպեր ունես, որոնցից մեկն անգամ ռուսերեն է թարգմանվել եւ ռուսական շուկայում արդեն կա։ Իսկ չէ, դեռ չկա, պետք է հրատարակվի։ Պետք է հրատարակվի, շատ լավ։ Իսկ հայկական շուկայում կհայտնվի։ Դե հուսով եմ։ Ինքը 500-ից ավել էջանոց է, մի քիչ դա համար ծավալուն աշխատանք է։ Դե մենք դեռ որ ուզում ենք տեսնենք, որտեվ ես ճիշտն ասած մտածում եմ Հայաստանում, քանի որ շատերը ռուսերեն խոսում են, մի հատ ուզում եի տեսնել այստեղ ոնց կնի, ինքը շատ յուրահատուկ, այսինքն չէ շատ յուրահատուկ, իր ժանրն դիստոպիա է, որը ես կարծում եմ, որ Հայաստանում շատ տարածված չի, դրա համար ես չգիտեմ ինչքանով այստեղ շուկան կա։ Օրինակ Գերմանիայում սիրված ժանր է ինքը, ոնց որ science fiction-ի մի մաս է, էլի։ Դրա համար մտածում եմ սկզբում դե տեսնեմ ոնց է այդ ռուսականը ընդունվում, հետո նոր կարելի է մտածել, որտեվ դե իհարկե 500 էջը հայերեն թարգմանել, խմբագրել, այդ ամենից շատ ծավալուն աշխատանք է։ Իսկ Գերմանիայում կա հրատարակված գիրք եւ ինչպես ընդունվեց։ Լավ, ինքը ասում եմ, այնտեղ սիրված ժանր է, իհարկե էլի տենց է, որ այն ժանրերից չի, որ շատ տարածված են թրիլա, կոմեդիա, սիրո պատմություն, չնայած իմ մոտ սիրո պատմություն էլ կա, բայց այնտեղ մարդիկ սիրում են եւ ինքը երկու մասից է գիրքը, այսինքն առաջին մասը բաց վերջ ունի, հետո երկրորդ մասով դիլոգիա է դե կոչվում, տենց ավարտվում է։ Հա, ու դե ինքը էլի ոնց ասեմ, իմ մեջ դե դա կա այդ սոցիալական գաղափարը, ինքն էլ էլի տենց մի քիչ բան է անում, թեման էլի, թե մարդու արժեքը որն է, դա է, ու ազատություն, խաղաղություն, տենց թեմաներ, որ երևի իմ մեջ կան, ինձ շատ հետաքրքրում են, իմ ամեն աշխատանքի մեջ ինչ որ հայտնվում են։ Դու Գերմանիայում ես դպրոց գնացել, այնտեղ 2 ինստիտուտ ես ավարտել, եթե չեմ սխալվում, եւ քո մասնագիտություններից մեկը ռեժիսուրան է։ Բայց գիտեմ, որ դեբյուտային աշխատանքդ ռեժիսորական էստեղ ես արել եւ ունեցել ես հիանալի դերասան Ալեքսանդր Խաչատրյանը։ Չէ, ինքը իմ ավարտական ֆիլմն էր, Լևոն Հարությունյանն էր։ Լևոն Հարությունյան, հասկանալի։ Լավ, հիմա մի փոքր խոսենք ռեժիսուրայից եւ մի փոքր խոսենք կինոաշխարհից եւ քո նաեւ աշխատանքային process-ից այստեղ, որտեվ վստահ եմ, որ այնտեղ ու այստեղ process-ները խիստ տարբեր են։
Հա, ես ուրեմն քանի որ որպես մեդիա պեդագոգ ես արդեն մեդիա ուղղությամբ աշխատում եի ու արդեն ֆիլմ ու հեռուստային տենց ծրագրեր, բայց երիտասարդների հետ, հետո ես որոշեցի, որ ուզում եմ ես իմ ֆիլմերը արդեն նկարահանեմ, սկսեցի գնամ տենց կուրսերի ու այդ առաջին դեբյուտային ֆիլմը նկարահանեցի 2012 թվին Լևոնի հետ հարություն։ Այո։ Իդեպ շատ բարդ նկարահանում էր, բոլոր նովինքերի ինձ հետ աշխատեցին, ես սիրում եմ իմ կյանքը բարդացնել, սենց ճոպանուղու վրա էր տեղի ունենում այդ մեծամասն, հա, ու չեմ ուզում ասեմ, քանի պտույտ են կանել, և ինքը նաև առանց դիալոգ էր, միայն առանց խոսք էր ֆիլմը, այսինքն տարբեր բարդություններ կային, կային երեխա, կենթանի, ինչը ասում են բարդ է ֆիլմում, իմ դեբյուտում կար, հա, բայց այդ փորձը ինձ ցույց տվեց, որ ես համ կարող եմ, համ ուզում եմ անեմ, եւ դրանից հետո որոշեցի, եթե ուզում եմ սա պրոֆեսիոնալ անեմ, իմ գիտելիքը չի բավարարում, դրա համար գնացի նորից ֆիլմ սովորեցի, արդեն անգլիական ուսում եւ դրանից հետո արդեն տարբեր ֆիլմեր նկարահանեցի, դե մեծամասնությամբ կարճամետրաժ, որից իմ ավարտական ֆիլմը էլի որոշեցի ստեղ նկարահանեմ ու այդ ֆիլմի դերասանը Ալեքսանդր Խաչատրյանն էր։ Դա 2016 թվին էր։ Իսկ ինչպես էր աշխատանքը հայաստանցիների հետ, այսպես ասեմ, Հայաստանի հայերի հետ։ Հա։ Դե ուներ իր բարդ ու անսովոր կողմերը քեզ համար։ Հա, դե ես քանի որ կարծում եմ բոլորին ծանոթ է, որ գերմանացիները միշտ շատ ճշտապահ, շատ կանոնների հետևից գնացող ու հայերը դե ավելի ամեն ինչին թեթև են նայում ու ես դա էի նկատել շատը, որ ստեղ ոնց որ ուրիշ ռիթմ, տեմպ լիներ նկարահանման վայրի ատմոսֆերան ոնց որ տարբերվում էր, օրինակ Գերմանիայում ու ես եղել եմ այդ տենց պրոյեկտներում եմ ասիստենտ բան եղել այդ ուսման տարիներին ու հետո ոնց ասեմ, ոնց որ արագություն, սենց զգում ես, որ ոչ մեկ հանգիստ չի նստում, ամեն ինչ արագ է, իստեղ մարդիկ հանգիստ, սենց մեկ էլ ասում եմ, սենց կարճ մի հատ կամերան ստոպ էր, բոլոր տղամարդիկ, մեծամասնությամբ տղամարդիկ են ստեղ ֆիլմում աշխատում, անհետացել են, մեկ էլ մտածում ես որտեղ է իմ թիմը, ու բոլորը դրսում ծխում էին, ասենք տենց մի բան, օրինակ Գերմանիայում դու չես հանդիպի, ընդեղ ամեն դեպքում այդ գերմանական ճշտապահություն ասվածը միֆ չի, դա կա։ Հա, կա հաստատ։ Իսկ առհասարակ, եթե խոսենք ընդհանուր մշակութային շուկայից Գերմանիայի եւ Հայաստանի որակական տարբերություններից այսպես ասած ինչն է քեզ համար ակնհայտ Դե ես այդքան էլ ֆեն չեմ գերմանական ֆիլմերի, որտեվ իմ կարծիքով ընդեղի դերասանները շատ բնական չեն ու խաղում, որտեվ մի քիչ ոնց ասեմ, դե ես համեմատում եմ իհարկե ամերիկյան շուկայի հետ ու ինձ թվում է, որ երևի գերմանացիների աշխատանքը եթե մարտնայում է արտասահմանում, դուբլաժ արած, միգուցե ուրիշ տպավորություն է թողում, քան եթե իրեն գերմաներենով ես նայում։ Այսինքն այստեղ խոսքի խնդիրն է, խոսքը փոխվում է։ Հա, ես անձամբ տենց շատ չեմ նայում իրենց ֆիլմերը, ինձ իրենց խաղը չի բանանում, ոնց որ դուր գալիս։ Իսկ Հայաստանի դերասանների։ Հայաստանում դա եմ ափսոս գտնում, բայց իհարկե հիմա շատ էլ տենց չի, որ նայել եմ մի կարծիք կարող եմ ինձ շատ մի թույլ տամ, բայց տենց տպավորություն կա ինձ մոտ, որ այդ ֆիլմերը, որոնք կինոյում են, էկրաններին։ Հա, հաճախ ինչ-որ կոմեդիա են, դա պարզը երևի ամենաշատն է վաճառվում տոմսերը, դրա համար դա, իսկ ընդեղ ասենք ավելի շատ ժոնրերի բաներ կան, էլի ընտրություն, հիմա կոմեդիայի դեմ ես չեմ, բայց ինձ համար մի քիչ ավելի, ոնց ասեմ, սենց շատ խորը գաղափարներով բաներ չեն, էլի ինչ ստեղ արտադրվում են, բայց ասում եմ, պետք է շատ զգուշ լինեմ իմ կարծիքը արտահայտելու, որտեղ տենց չի, որ ես անդադ ստեղ կինոներ եմ գնում նայում, ու շատ մի համեմատություն ունեմ, գտնում եմ դերասանները, ստեղ կան շատ լավ դերասաններ, մենակ ինչը ափսոս եմ գտնում, որ հաճախ նույն դեմքերն ես տեսնում, չնայած այդ խնդիրը դե Գերմանիայում էլ կա, բան ոնց որ նոր մարդկանց շանս չի տրվում, միշտ նույն դեմքերը, դա ափսոս եմ գտնում, մանավանդ որ Հայաստանը այդքան փոքր է, ասենք որ
ինձ թվում է ստեղի ապրող մարդիկ էլ կուզեին նոր կերպարներ տեսնել, որտեղ ամեն դերասանը միևնույն է, ինչքան էլ փորձի ուրիշ դերի մեջ մտնի, չնայած ինձ թվում է կոմեդիայում շատ դժվար է լրիվ ուրիշ կերպար դու ներկայացնես, բայց միևնույն է ինքն իր էությունն իր ամեն ինչ հետն է բերում այդ դերի ու դու տեսնում ես այդ դերասանին, որ խաղում է։ Իսկ սովորաբար ես կարծում եմ հենց այդ դեպքում, երբ որ լրիվ նոր դեմք է մի կերպարը ներկայացնում, նույնն էլ վերաբերվում է բայց ամերիկյան ֆիլմերի, դու արդեն կարող ես ոչ թե դերասանին տեսնես, այլ կերպարը տեսնես, որտեվ ոնց որ դերասանը չի էլի, որ հիշում ես էլ ինչեր է խաղացել, դա բայց միայն Հայաստանի չի վերաբերվում, դա է մենակ ափսոս գտնում, որ ստեղ միշտ նույն դեմքերն են։ Մենք մի անգամ զրուցում էինք, դու ասացիր, աշխատանքը իմ սերն է եւ իմ գրքերը իմ բալիկներն են։ Ես կուզեմ մի փոքր բացես փակագծերը, աշխատանքը իմ սերն է արտահայտության։ Հա, դե հենց տենց էլ կա։ Շատ ինտիմ է հարցը շնչում։ Հենց տենց էլ կա, ես իմ աշխատանքով ապրում եմ, շնչում եմ, ես շատ մեծ հաճույք եմ ստանում ստեղծագործելուց ու տարբեր, օրինակ ես չէի կարողանա որոշեի, ասել ես միայն էլ մանկական գիրք եմ գրում, միայն վեբ եմ գրում, միայն ֆիլմ եմ նկարահանում, ինձ ուզում եմ այդ ամենը ինչին մեջ կա, նաև անեմ, եւ ես շատ մեծ բավարարություն եմ ստանում դրանից ու ինձ համար իմ աշխատանքը առաջին տեղում է երևի, իհարկե ընտանիքը մի կողմ թողած, իրենք են առաջին տեղում, բայց հա, դրա համար ես միշտ որ ծիծաղալով դե ասում են, հա, հիմա ժամանակն է ամուսնանալ բան, դե ստեղ Հայաստանում պարզ է, դա կարևոր բան է, բայց ես իմ աշխատանքի հետ եմ այսքան տարի ամուսնացած, հա։ Իսկ ծրագրեր կան բացի Հայաստանից եւ Գերմանիայից եւ նաեւ Ռուսաստանից ընդլայնվել, օրինակ Միացյալ Նահանգներ կա այդպիսի մտքեր։ Կարծում եմ, որ ամեն մարդ էլ ամեն ստեղծագործող էլ կուզենա, որ ինտերնացիոնալ ինչ-որ հաջողության հասնի եւ քանի որ ես անգլերենն էլ լավ եմ տիրապետում եւ խնդիր չունեմ սենց ներկայացնեմ ինձ ուրիշ շուկաներում, կուզեի իհարկե, օրինակ մի գիրքը մանկական, որը հենց Ամերիկայում է տեղի ունենում պատմությունը, թարգմանվել է անգլերեն լեզվով։ Հիմա ուզում եմ տեսնեմ այնտեղ ում կգտնեմ, որ հետաքրքրվի այդ գիրքը հրատարակի եւ դրանից հետո արդեն կուզեի մյուս գրքերն էլ առաջ տանեի։ Ֆիլմի առումով դեռ շատ բարդ է, ասենք դուրս գաս քո բանից, երկրից, բայց դե երազել միշտ կարող ես, ես վստահ եմ, որ մարդ պետք է մեծ, սենց ոնց որ նպատակներ ունենա ու ինչի չէ, մեծ dream big, հոտենց են չէ ասում, երազես մեծ, որ մեծին էլ հասնես։ Եվ վերջին հարցս, որ բոլոր հյուրերիս եմ տալիս, իմունիտետ ինչի հանդեպ չունես։ Անարդարության, ես շատ արդարության մարդ եմ, բայց ցավոք դա կա աշխարհում միշտ էլ կլինի ու անխուսափելի մի բան է, այդ դա ես շատ վատ եմ տանում, եթե տեսնում եմ միտեղ անարդար են մարդկանց, կենդանիների ում հանդեպ էլ որ լինի, դա դրա հանդեպ իմունիտետություն եմ։ Քո գրքերում փորձում ես վերականգնել այդ արդարությունը։ Այո, ես դե փորձում եմ միշտ նաև ինքնավստահությունը երեխաների ուժեղացնեմ, ցույց տամ, որ անկախ դրանից, թե դու ով ես, ինչ ես, որ մարդիկ իրար ընդունեն, չդատեն իրար, հենց այդ հապալասադիտմիկն էլ դրա մասին է, որ ընդունի ուրիշներին, ընդունի քեզ, այսինքն ես շատ սենց տոլերանտ մարդ եմ, իմ կարծիքով սա մի աշխարհ է, մենք բոլորս ստեղ ոնց որ ես այդքան չեմ բաժանում էլի ազգ, բան, հա, ես ինձ որպես հայ եմ զգում պարզ է, բայց իմ համար այս մի աշխարհն է ու մենք բոլորս մարդ ենք, այսինքն պետք է մի ձև իրար հետ յոլա տանենք ու իրար ընդունենք ու փորձենք հասկանանք, որ ինչքան էլ տարբեր ենք, բայց միևնույն է շատ բաներում նույնն ենք էլի։ Շատ շնորհակալ եմ քո անկեղծությունի համար եւ որ իմ տաղավարում էիր։ Իսկ մենք կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։